Ես համաձայն եմ, որ կախված կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղիղ քայլից, ես կարծում եմ, որ դեռևս վերջնական որոշում չի ընդունվել Վաշինգտոնում։ Երեք տեղի ունեցավ Թրամփի խորհրդակցությունը իր անվտանգության գծով խորհրդականների հետ եւ որոշում չի ընդունվել ըստ էության։ Ես կարծում եմ, որ Վաշինգտոնը դանդաղում է վերջնական որոշում ընդունելուց, մտավախություն ունի, որ Իրանը դեռևս ունի այնպիսի պաշարներ զենքի, մասնավորապես բալիստիկ հրթիռների, որոնք կարող են վնաս հասցնել ամերիկյան ռազմաբազաներին, որոնք տեղակայված են Մերձավոր Արևելքում։ Եվ այդ հարվածը Իրանի, եթե ամերիկացիները միանգամից ուղղակիորեն միջամտեն, կարող է հանգեցնել կորուստների ամերիկյան զինյալների մոտ, իսկ դա այնպիսի զարգացում կլինի, որից Թրամփը իհարկե ամեն կերպ խուսափում է։ Դրա համար ես կարծում եմ, նրանք այստեղ մի քանի ժամ էլ կսպասեն, կփորձեն մեկ անգամ եւս գնահատել իրադրությունը, հասկանալ Իրանը ունի այդ հնարավորությունները վնաս հասցնելու ամերիկյան ռազմաբազաներին։ Եթե կան եզրակացության, որ արդեն չունի, այն ժամանակ արդեն ամերիկացիները ավելի լայնածավալ եւ ուղղակիորեն կմիջամտեն։ Եվ ես կարծում եմ, որ Իրանում շատ լավ հասկանում են այս իրադրությունը եւ Գերագույն այաթոլլահի ելույթները հենց այդ նպատակն են հետապնդում, որ նախազգուշացնեն ամերիկացիներին, որ մենք կարող ենք հակահարված տալ ձեր ռազմաբազաներին, դրա համար զուսպ եղեք, մի միջամտեք։